Համակարգչի կառուցվածք, դաս 6, հիշողություն և պահպանում։ Այսօրվա դասի թեմաներն են ներածություն, սահմանում, հիշողության հիմնական ասպեկտներ, հիշողության տեխնոլոգիաների նկարագիր, հիշողության անկայունություն, հիշողության դիմումի պարադիգմ, պատահական կամ հաջորդական, random or sequential, արժեքների մնայունություն, առաջնային և երկրորդական հիշողություն, primary and secondary memory, հիշողության հիերարխիա, հրամաններ և տվյալների պահպանում, fetch store պարադիգմ, և վերջում կկատարենք ամփոփում։ Նախորդ դասի ընթացքում մենք անցել ենք պրոցեսորը որպես համակարգչի հիմնական բաղկացուցիչ, իսկ այս դասի ընթացքում մենք անցնելու ենք memory-ները որպես ցանկացած համակարգչի գլխավոր բաղկացուցիչ, physical memory, virtual memory and caches։ Ճարտարապետների տեսակետը հիշողության վերաբերյալ հետևյալն է, այն կարծր թվային սարք է, որը ապահովում է տվյալների արժեքների պահպանում։ Հիշողության հիմնական ասպեկտներ։ Տեխնոլոգիան հետևյալն է։ Hardware մեխանիզմների հիմքում ընկած հատկություններն օգտագործում են հիշողության համակարգեր կառուցելու համար։ Տեխնոլոգիան վերաբերում է անհատական մասերին, իսկ կազմակերպումը վերաբերում է, թե ինչպես են այդ մասերը համադրված միմյանց, լավ պահպանման համակարգ ստեղծելու համար։ Հիշողության տեխնոլոգիաների նկարագիր։ Անկայուն կամ կայուն, պատահական կամ հաջորդական, կարդալ գրել կամ միայն կարդալ, առաջնային կամ երկրորդական։ Անկայուն հիշողության դեպքում հիշողության պարունակությունն անհետանում է, երբ հոսանքը անջատվում է, օրինակ համակարգչի գլխավոր հիշողությունն անկայուն է, երբ համակարգիչն անջատվում է, ընթացիկ ծրագրերը կորում են։ Կայուն հիշողության դեպքում պարունակությունը մնում է նույնիսկ հոսանքի անջատման դեպքում, օրինակ թվային տեսախցիկներում օգտագործվող հիշողությունը։ Հիշողության դիմումի պարադիգմ, պատահական կամ հաջորդական, random or sequential, պատահական դիմում, random access, հիշողության ցանկացած արժեք կարող է օգտագործվել ցանկացած ժամանակ, հաջորդական դիմում, sequential access, արժեքները կարդացվում են այն հերթականությամբ, որոնք դրանք մուտքագրվել են, նաև կոչվում է first in, first out։ Արժեքների մնայունություն։ Հիշողությունը կարող է կարդացվել կամ գրվել կամ թույլ տալ երկու գործողություններն են միասին։ Որոշ հիշողություններ թույլ չեն տալիս միաժամանակ գրելու և կարդալու հնարավորություն։ Միայն կարդալու հնարավորությամբ հիշողություն, read-only memory, ROM։ Read-only հիշողությունը պարունակում է տվյալներ, որոնք հնարավոր է կարդալ, բայց որոնք չեն կարող փոփոխվել։ Ծրագրավորվող միայն կարդալու հնարավորությամբ հիշողություն, PROM։ Տվյալները գրանցվում են մեկ անգամ, այնուհետև կարող են օգտագործվել բազմաթիվ անգամ։ Արժեքները վարվում են հիշողությունում, burned։ Միջանկյալ մնայունություն։ Կայուն հիշողություն է, որը թույլ է տալիս արժեքների ծրագրային փոփոխում։ Պահպանելու համար անհրաժեշտ են հատուկ սխեմաներ և ավելի երկար ժամանակ է պահանջվում արժեքը կարդալու համար։ Flash memory տարբերակ է, որը պահանջում է ավելի երկար ժամանակ արժեքների գրանցման համար։ Առաջնային և երկրորդական հիշողություն, primary and secondary memory, առաջնային, primary, օրինակ, արագ անկայուն ներքին գլխավոր հիշողությունը, երկրորդական, secondary, օրինակ, ավելի դանդաղ կայուն հիշողություն արտաքին սկավառակի վրա։ Հիշողության հիերարխիա։ Հիշողության գինը և արագագործությունը համեմատական են։ Դիտարկում։ Տրված գնի համար օպտիմալ արագագործություն հնարավոր չէ ստանալ օգտագործելով հիշողության միայն մեկ տեսակ։ Տրված գնի համար հիշողության արագագործությունը օպտիմիզացնելու համար մի շարք տեխնոլոգիաներ են օգտագործում, որոնք պարունակում են քիչ քանակությամբ արագ հիշողություն և համեմատաբար ավելի շատ քանակությամբ և ոչ թանկարժեք, բայց դանդաղագործ հիշողություն։ Ահա հիշողության հիերարխիան։ Հրամաններ և տվյալների պահպանում։ Չնայած ժամանակակից շատ կոմպյուտերային համակարգեր տեղադրում են ծրագրերը և տվյալները մեկ հիշողության վրա, այնուամենայնիվ հնարավոր է առանձնացնել հրամանների պահպանումը տվյալների պահպանումից, որը թույլ է տալիս ճարտարապետին յուրաքանչյուր գործողության համար ընտրել համապատասխան արագագործությամբ հիշողություն։ Fetch store պարադիգմ։ Հիշողությունը օգտագործում է fetch store պարադիգմ, ստանում է fetch արժեքը հիշողությունից կամ պահպանում է արժեքը հիշողությունում։ Fetch նաև կոչվում է read կամ load, store նաև կոչվում է write։ Ամփոփում։ Տեխնոլոգիաները բաժանվում են հետևյալ տիպերի՝ անկայուն կամ կայուն, պատահական կամ հաջորդական, կարդալ գրել կամ միայն կարդալ, առաջնային կամ երկրորդական։ Տրված գնի դեպքում մաքսիմալ արագագործության հասնելու համար օգտագործվում է հիշողության հիերարխիան։ Հիերարխիան պարունակում է քիչ քանակությամբ արագագործ հիշողություն և մեծ քանակությամբ, բայց քիչ արագագործությամբ հիշողություն։ Հիշողությունը ապահովում է երկու գործողություն՝ fetch
հիշողությունից արժեքներ ստանալու համար և store հիշողության մեջ արժեքներ գրանցելու համար։ Շնորհակալություն։